Մամուլը գրում է պարբերաբար, որ ՔՊ վարչությունում ձեր հայտնվելը շատ թիրախային կերպով թիրախավորվել եք նախ դուք եւ ՔՊ-ում դա տարօրինակ են ընդունել, ինչ որ ձեզ նեղացնում են ՔՊ-ում։ Այսինքն ինձ ոնց կարող են նեղացնել։ Անակնկալի են եկել ձեր։ Ոնց եք պատկերացնում, մեկ ուզի ինձ նեղացնել, ոնց անելու էլի։ Ոնց պետք է ինձ նեղացնեն, ինչով պետք է նեղացնեն։ Նման բան չի կա, չէ, դե նայած որ մամուլը գրում է ամեն ինչ կարող է գրել, իմ գործընկերներն են, մենք շատ երկար ճանապարհ ենք անցել իմ գործընկերների հետ եւ շատ դաժան ճանապարհ ենք անցել վերջի տարիներին, մենք բոլորով ընկերներ ենք մեկս մյուսի հետ, մեկը մյուսի հաջողությամբ իհարկե ուրախանում են եւ ոչ թե փորձում են ինչ-որ բան անել։ Թիրախավորել են կոնկրետ այն, որ ասում են որպես նախկին ոստիկան ՔՊ վարչությունում դեռ այսպեսի նախադեպը չէր եղել։ Այսինքն ինչ ոստիկան չի կարող լինի նախկին ինչ-որ քաղաքական։ Ես հպարտանում եմ իմ նախկին աշխատանքային փորձով, դա շատ մեծ փորձ է եղել իմ կյանքի համար, դրանով հպարտանում եմ, ես շատ բան եմ արել այս երկրի համար եւ շարունակելու եմ անել։ Եւ շատ լավ կլինի, որ մարդիկ ուժայիններում ինչ որ մի ժամանակահատված ծառայեն, թեկուզ բանակում, եւ դա հաստատ իրենց հնարավորություն է տալիս ավելի աշխատանքային գործունեության մեջ ավելի հեշտ են հաղթահարում որոշակի խնդիրներ, քան երբ որ այդ ուղով անցած չեն։ Պարոն Խաչատրյան, քանի որ այսպես հպարտորեն ասացիք, որ նախկին ոստիկան եք, ոստիկանության գործողությունները Գյումրիում ինչպես կգնահատեք։ Երեք կարծես Վարդան Ղուկասյանին այնպես տարան, աշխարհի համար մեկ հանցագործներ գյումրեցիները նույնիսկ ասում էին, որ համայնքապետին համայնքապետանից գողացել են իրավապահները։ Ինչպես կորեք։ Աշխարհի համար մեկ հանցագործներին տենց չեն տանում։ Բաները ձեռնաշղթաներով են տանում, այլ կերպ են տանում, եթե պետք է լինում։ Տեսեք, հիմա այնտեղ կատարվում են դատավարական պրոցեսներ, եւ դատավարական պրոցեսները իրականացնող մարմինը, քննչական մարմինը, հանձնարարություն է տալիս ոստիկանությանը եւ հետաքննության այլ մարմիններին, որպեսզի ապահովեն դատավարական գործողությունների անխոչնդոտ անցկացումը։ Ոստիկանությունը գործում է քննչական մարմնի ղեկավարության ներքո։ Եվ եթե քննչական գործողությունների խոչընդոտներ են լինում, ոստիկանությունը պետք է մինիմալ հարկադրանքի միջոցներ կիրառելով այդ խոչընդոտները վերացնել։ Անկամ մարդկային ուժ համայնքապետարանի առաջ այո, եթե այդ մարդկային ուժը խանգարելու է պետական մարմնի գործողություններին, օրինական մարդկային ուժ, իհարկե ոստիկանությունը իրավունք ունի հարկադրանքի միջոցների դիմել, ոչ թե իրավունք ունի ոստիկանությունը պարտավոր է դիմել եւ ապահովել քննչական մարմինների անխոչնդոտ գործողությունները, դատավարական գործողությունները եւ ոստիկանությունը ինչպես տեսնում եմ, այո, պրոֆեսիոնալ է եղել եւ ամեն ինչ արել է, որպեսզի ավելորդ հարկադրանքի կամ ուժի կիրառում չլինի, մաքսիմում այդ գործողությունները քննչական իրականացվեն անխոչնդոտ, ինչը եւ արել է։ Հիմա պետք էր վազել են, հիմա պետք չէր վազել են, որովհետեւ կարող ավելի շատ մարդ հավաքվեր, հարկադրանք կիրառվեր, ուժ կիրառվեր, որի անհրաժեշտությունը չկա։ Եվ կարծում եմ, որ այո, այդ տակտիկան մշակում է ոստիկանությունը, թե ինչպես պետք է իրականացնի, ինչ խնդիրը, ինչ օպերատիվ առաջադրանքներ կան, ինչ վտանգներ կան, ինչ ուժեր կան, այդ ամեն ինչը գնահատում է եւ անցնում գործողությունների։ Նշեցին, որ այդքանից հետո ներքին գործերի զորքերը պետքա լցնեին ամբողջովին Գյումրիում։ Չէ, հիմա տեսեք, ներքին զորքերի գործողությունը հիմա տեսեք, ասում եմ օպերատիվ վիճակը գնահատվում է։ Եթե գնահատվում է, որ այնտեղ պետք է ներկա գտնվեն 50 հոգի, 100 հոգի, վտանգները վերացնելու համար, ուրեմն 50-100 հոգի կլինեն։ Եթե պետք է լինում 300 հոգի, 300 հոգի։ Հենց այնպես այդ մարդիկ չեն գալիս այնտեղ։ Իսկ դուք ինչի՞ չեք ընդունում, որ իգուցե այդքան ոստիկան չլեր, կարող է շատ ավելի վատ բաներ տեղի ունենային։ Կարող է տեղի ունենային ծեծկրտուկներ ներսում, կարող է տեղի ունենային այլ հանցագործություններ, այնտեղ կային հանցագործ տարրեր, այնտեղ կային պրովոկատորներ եւ ամեն ինչ կարող է լինել, բայց ոստիկանությունը եկավ ամեն մարդի իր գործողությունները, որևէ բան չեղավ, ի հեճուկս մի շարք անձանց եւ ամեն ինչ նորմալ անցավ, քրեադատավարական պրոցեսներն անցան այնպես, ինչպես որ պետք է անցնեն, ինչպես նախատեսված է օրենքով։ Ինչ եք պատրաստվում անել ՔՊ վարչության առաջին նիստին, ինչ որ առաջարկներ ունեք, որպես առաջին։ Չէ, տեսեք, առաջին նիստում օրակարգային հարցեր են լինելու, դե հələ օրակարգը པարզ չի, եւ ըստ օրակարգային հարցերի մենք առաջ կանցնենք օրակարգային հարցերի քննարկում։ Վարչության նիստերը այնպես չի, որ ամեն մեկը գալիս ինչ որ մի բան ուզում է ասել եւ ասում է, օրակարգային հարցեր։ Իսկ եթե հարցեր կան, որոնք ես կուզեմ, որ օրակարգային դառնան, հա, միանշանակ ես այդ հարցերը կներկայացնեմ։ Ինչպիսի հարցեր են դրանք, օրինակ, վերաբերում են իրավապահներին, քաղաքականությանը, օրինակ, ինչին են վերաբերում։ Բոլոր բնակավարներին վերաբերող հարցեր կարող են լինել, բայց այս պայմանությամբ ես կուսակցական կառույցների հետ կապված հարցեր կան,
որոնք ես կարծում եմ օրակարգում էլ կլինեն այդ հարցերը, բայց եթե չլինեն, ես առաջարկություն կանեմ, որ մի քանի հարց կա կուսակցական կառույցների, կուսակցության գործունեության հետ կապված, մեծ տարածքային կառույցների, միայն ՔՊ-ի 26 թվի ընտրությունների ընդառաջ մեր գործողությունների հետ կապված, գուցե այսպիսի քննարկումներ ես առաջարկեմ, որ անենք։